Հայր ջան, օրվա բարի ժամ բոլորին։ Այս մի քանի օրվա մեջ տարբեր հանդիպումներ ունեցանք ու փառք Աստծո աջակցության աստիճանը օրորի ավելանում է ու մարզերից եւս հուսանք մայիսի 1-ին ժամը 18:00 ազատության հրապարակում վերջապես մենք կունենանք այն քանակությունը, որը թերևս ստարտի համար մեզ բավարար է։ Բայց մինչ այդ ուզում եմ անպայման հիմա դիմել բոլոր իմ հայ ախպերներին, անկախ նրանից որտեղ են ապրում, Սփյուռքում թե Հայաստանում։ Շատերի հետ հանդիպելուց ես լսում եմ հետևյալ արտահայտությունը, որ ենք sense բաների մեջ չկանք, էսի մերը չի եւ այլն։ Ну, այսինքն քաղաքականությամբ չենք զբաղվում, էդի մերը չի, մեզ պետք չի ու տեն շարունակ։ Ես ուզում եմ հստակեցնել մի պարզ եզրագիծ, որ սա ոնց ախր միայն քաղաքականությունը չի, եթե սա օրինակ լիներ ինչ որ նախընտրական քարոզարշավ, եթե սա լիներ ուղակի գալստուկների կռիվ, հա, ես կհասկանայի, բայց այս պայքարը ինքը որակավորել միայն քաղաքականություն, մեղմ ասած մի քիչ սխալ է։ Ես ուզում եմ, ես հիմա դիմում եմ բոլորիդ, հայ տղեկ, բոլորին, ովքեր մտածում են, որ դա մերը չի, որ այդ քաղաքականություն է եւ այլն։ Եկեք ուղակի սենց մի քիչ բարձ օրինակով ասեմ, էլի։ Որոշումը էլի ձերն է։ Դուք եք ձեր քայլերի որոշողը, դա չի հարցը, բայց ես հիմա ուզում եմ մի հատ օրինակ բերել ու եթե ես սխալ եմ ինձ ուղղեք։ Պատկերացրեք բոլոր ինչքան հայ տղեկ կան, ինչքան լավ տղեկ կան, բոլորս օրինակ ինչ ասեմ, մի հատ սրճարանում նստած ենք, տարբեր սեղաններով սենց, 5-5, 10-10 հոգով, ու ասենք մտնում է Նիկոլը, նախ, երբ որ ես ասում եմ իմ հայ ախպերներ, ինչ համար եմ ասում ախպերներ, որովհետև մեզ միավորող բազում բաներ կան, լիքը բաներ կան, մենք բոլորս ունենք անկախ մեր ընտրած ճանապարհից, անկախ ամեն ինչից, եթե հայ ես, ուրեմն դու իմ ախպերն ես ու մեզ միավորում է հայ ազգային սրբությունները, կլինի դա ցեղասպանություն, կլինի ազգային գաղափարներ, ինչ ուզում է լինի, կլինի նպատակ, որպեսզի մեր ժառանգները, մեր երեխեքը վաղ ապրեն արժանավայել, մաքուր Հայաստանում, որտեղ չի լինի տարածված ու քարոզվող պղծություն, կա որևէ նորմալ հայր, ով իր երեխու համար ուզում է այն Հայաստանը, որտեղ տարատեսակ սեռականից մինչև ազգային շեղումներով լի քարոզչություններ տեղ ունեն, չի կարա տենց նորմալ հայր լինի, ով կուզենա իր երեխեն ապրի այդ բաց քարոզների ներքո։ Սա եւս մեզ միավորող բան է։ Բոլորս սգում ենք, բոլորս գնում ենք ծիծեռնակաբերդ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Դա եւս մեզ միավորող բան է, ու վերջապես ինչքան էլ բոլորս ունենք ֆիզիկապես տարբեր հայրեր ու մայրեր, մեզ բոլորիս միավորում է նաեւ այն, որ մեզ արարել է նույն Աստված ու մեզ ընդհանուր մայր հանդիսանում է մայր Հայաստանը։ Եկեք վերցնենք սենց, որ մենք բոլորս ունենալով մի ընդհանուր մեզ արարող երկնային հայր ու ունենալով մայր Հայաստան, մենք ունենք նույն ծնողը։ Դա է մեր փաստը նրա, որ բոլորս էլ հարազատ ախպերներ ենք։ Ու տղեկ, պատկերացրեք նստած ենք մի սրճարանում, մտնում է Նիկոլը, օրինակ։ Կասկածի տակ է դնում մեզ միավորող սրբությունը, ցեղասպանությունը, ինչ որ չգիտեմ, ոչ հարիր տոնով ինչ որ հարց է տալի այդ առումով, կամ ուղղակի մեզնից մեկին վերցնում տանում դատում է, մենք նստած նայում ենք ու ինչ ենք ասում, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Սա նույնն է, ուղղակի սրճարանի փոխարեն մի ամբողջ Հայաստան է, իսկ այդ սեղանների փոխարեն այն
որ թեկուզ իրար չճանաչող, բայց հաստատ իրար մասին լսած, իրար թեկուզ եւ հերրակա, բայց հարգող, այդ ընկերական խմբերն են։ Մեզ լիքը ավելի շատ միավորող բաներ կան, քան տարանջատող։ Ու երբ որ նայում ես 18 թվին Նիկոլի փառաբանությունները, ընդունելությունները LGBT-ին ու սրան նրան, հասկանում ես, որ Նիկոլես ամեն ինչին հասավ հենց այդ LGBT, MGBT-ների օգնությամբ, այսինքն սկիզբը դրվեց իրանցով։ Ես հիմա ուզում եմ հարց տամ, ու ինձ իրոք հուզում այդ հարցը, եթե ինքը տենց կարողացավ, մենք տղեկով չենք կարում, ես ուզում եմ, որ այս ընթացքում բոլոր տարաձայնությունները դրվեն մի կողմ ու այն խոսքը, այն միտքը, որ ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հիմա ընդհանրապես ժամանակին ու տեղին չի, դա քաղաքականություն չի։ Մեզանից յուրաքանչյուրը ով էլ գնա ինչ-որ մեկի հետ հարց լուծելու, դիմեք բոլորս կանք, չէ, ես դիմեմ դուք կլնեք։ Հիմա սա նույնն է, գնում ենք հարց լուծելու ու բոլորդ եք պետք։ Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք, որ երբ որ արդեն հարցը հասնում է ֆիզիկականին ու մեր արժեքներին կպնելուն, որոշների կողմից, դա արդեն քաղաքականություն անվանել ու ասել ես դրանով չեմ զբաղվում, դա իմը չի, չգիտեմ, եթե ես սխալ եմ, տղեկ, դուք մի հատ մտածեք, դուք ուղեք, արդյոք դա ճիշտ է։ Վերցրեք այդ նույն սրճարանի օրինակը, լավ, նստած ենք, քաղաքական գործիչ մտնում է ու մեկին տանում դատում է, մեկին ծաղրում է, մեկին ու սենց, ու այն ինչ անում է Նիկոլը այսօր։ Մենք նստելու ենք ասենք դելվեսի, որ քաղաքական գործիչ է, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հիմա ինքը իր կաբինետից, այդ մեր նստած տեղում, մեր հայրենիքում, ու սա սրճարան չի, նա գոնենդեղ հյուր ես, սա մեր տունն է, մեր հայրենիքն է, եկե տենց տիրացել է, խապելով ու LGBT-ով ու չգիտեմ ոնց, թուրքերով, ու անում է այն, ինչի համար պետք է բոլորս միավորվենք ու այս հարցին ոչ թե քաղաքական, այլ հայեցի լուծում տանք։ Նորից եմ ասում, անկախ նրանից, ով ինչ ճանապարհ ընտրել, ով ինչ կյանք է ընտրել, ոնց է ապրում, ինչ է անում, բոլորիս միավորում է մի բան, մենք հայ ենք։ Յուրաքանչյուր տղա ունի կամ ընկեր, կամ բարեկամ, կամ որդի, կամ հայր, ով զոհվել է հենց այդ քաղաքականության պատճառով, որով մենք չենք զբաղվել, դրա համար էլ զոհվել է։ Այ եթե զբաղվեինք մենք ու զբաղվենք մենք, չեմ կարծում, որ այդ այնց արհամարված, անտեսված ու հաջորդ օրը մոռացության տվող իրականության մեջ կապրենք մեր տված զոհերին ու այն ամեն ինչ մենք ներդնում ենք հանուն մեր բարեկեցիկ վաղվա ապագայի, հանուն մեր երեխեքի։ Տղեկ, ես ուզում եմ, որ բոլորս գանք մի գիտակցության, որ այն ինչ կոնկրետ ես ինչ անում եմ, ես չեմ անում անձամբ իմ կամ ձեզանից մեկի համար առանձին վերցված։ Մեզ արդեն չեն կարա ոչ շեղեն, ոչ համոզեն, որ Մասիսը մերը չի, ոչ, բայց մեր հաճող սերնդին, մեր երեխեքին։ Պարզ տեսնում եք, ես չի, որ պետք է ասեմ, ներկայացնեմ։ Կրթության նախարարը, բանանախարարը, մեկը ամեն կերպ մեղմացնում, ամեն կերպ հեռացնում իրական մեր արմատներից եւ արդյոք մենք կարանք շարունակենք ասել, որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ ու աչք փակենք այն իրականության վրա, որ վաղը մեր երեխեքին տանելու է հայ լինելուց հեռու, ազգայինը ճանաչելուց հեռու, մեզանից յուրաքանչյուրի ծնողին կամ պապերին, ովքեր կռիվ են տվել հանուն հայրենիքի, իրանց ուրացման ու մոռացության, ես չեմ հավատում, չի կարա տենց բան լինի, որ շարունակենք այդ թեզը, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, տղեկ, այնքան չզբաղվեցինք, որ այդ քաղաքականությունը զբաղվեց մեզնով։ Այսօր գնացեք Ռուսաստան, գնացեք Վրաստան, գնացեք Ամերիկա, ուր ուզում եք գնացեք այլ ազգի հետ խոսալուց, երբ որ ներկայանում եք, որ ես հայ եմ։ Détendons-nous avec un peu de tronçonneuse.
quand c'est si simple. Même les outils s'y flottent. C'est ça, l'effet mano-mano. Bricolage, maison, jardin. Préparez les... Ուզես թե չուզես, քաղաքականությամբ զբաղվես թե չզբաղվես, հասկանաս թե չհասկանաս, ինչ ոնց էլ ուզում ա լինի, այդ այլազգին քեզ այսօր նայում ա այս սրա այս Նիկոլի դեմքով, որտեվ ինքը տենում ա Նիկոլը ինչ ա անում, ներսից ձեն չկա, մտածում ա ուրեմն բոլորը նույնն են։ Ես ուզում եմ այսօր մեր ձայնը տեղ հասնի, մեր դիրքորոշումը հստակ ցուցադրվի ամբողջ աշխարհին, որ Հայաստանը ունի լավ տղեկ, կարգին տղեկ, կռվելու պատրաստ տղեկ, պատիվը պահելու պատրաստ տղեկ, սա էլ է պատվի հարց։ Ես նորից եմ ասում, եթե կարծում եք, որ դա տենց չի, ուղեք, հիմնավորեք, ես կընդունեմ, կարող է ես եմ սխալ մտածում, չգիտեմ, բայց ես զգում եմ, որ այս յուրաքանչյուրիս պատվի հարցն է, որ սա յուրաքանչյուրիս պարզ դեմքի ու պարզ ճակատի հարցն է, բազում կանայք, հայ կանայք, երևի 80%-ը, 90% նստած սպասում է հենց հայ տղեկի քայլի, անկախ նրանից նորից եմ ասում, կամավորեք, ձեր թաղամասում, փողոցում մեծ հարգանք վայելող եք, միգուցե Հայաստանից դուրս, տարբեր շրջանակներում, սեր ու հարգանք վայելող եք, մեզ միևնույն է, միավորում է մի բան, որ բոլորիս սիրտը ցավում է մեր հայրենիքի համար, առավել եւս մեր երեխեքի ապագայի։ Դրա համար ես մեծ հույս ունեմ ու այդ մեծ հույսով էլ կոչ եմ անում բոլոր իմ հայ աղբերներին։ Եկեք մայիսի 1-ին, սա հանրահավաք չի, որ եկեք գոռանք Նիկոլ Դավաճյանը, անջատեք այդ քաղաքականություն բառը, չնայած որ պարունակվում է շարժման մեջ, առանց դրա չի լինի։ Բայց տեսեք, մենակ այն ինչից քիչ առաջ խոսում էի։ Սա յուրաքանչյուր հային է վերաբերվում։ Կապ չունենալով դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե չէ։ Մայիսի 1-ին, ժամը երեկոյան 6-ին, եկեք բոլորս հանդիպենք Ազատության հրապարակում ու ուղղակի միասին վերջ դնենք այս խայտառակությանը։ Մենք կարող ենք, եթե ես իմանամ, որ հայ տղեն անկարող է, հայ տղեն վախկոտ է, հայ տղեն, ես չեմ դիմի։ Եթե ես իմանամ հայ տղեն չի հասկանում իրականությունը, ի վիճակի չի հասկանալու, ինչ բաներով զոմբիացված է, ես չէի դիմի։ Բայց ես ձեզ երևի թեկուզ ոչ բոլորին, բայց 90%-ին լավ գիտեմ, շատ լավ գիտեմ, շատերին անձամբ գիտեմ, մենք այդ տղեկը չենք, որ նստենք, ասենք դե դա մեր հետ կապ չունի, հենց ուղիղ մեր հետ կապ ունի ու երևի միայն մեր հետ կապ ունի, որովհետև այսօր Հայաստանի վաղվա հույսը ուրիշ ում վրա պետք է հենվի, ասեք, եթե հայ լավ տղեկը չեն, ով է, գալստուկներովները, ովքեր են, կարող է ես չեմ տենում, ես չգիտեմ, դուք հուշեք, եթե մենք չենք, մեր հայ կանայք են, հայ երեխեքն են, ով է տղեկ, ես չգիտեմ, ես մենակ մեզ եմ տենում, ուրիշ անող, ուրիշ պայքարող Հայաստանը չունի։ Ու այո, պահը եկավ, մենք միավորվեցինք, մեզ միանալու են նաև բոլոր այս նույն մտածելակերպի հայ կանայք, անկախ նրանից մեր մայրերն են, քույրերը, թե կանայք, թե դուստրերը։ Բայց այդ միախմբումը, միավորումը պետք է սկսի մեզանից։ Եթե Նիկոլը սկսեց, չգիտեմ ումով, ու կարողացավ, մեզ ինչ է, մենք, այսինքն այն հակահայկական խմբավորումը, ես չգիտեմ էդի ոնց է կոչվում, ավելի միասնական է, քան մենք իրար դեմ բան չունենք, տղեկ, ընդհանրապես, մենք իրար հետ անելիք ունենք, ու հավատացած եղեք, եթե չարեցինք մենք, վաղը նստելու ենք ու շարունակենք ասել, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ու այն ինչ ունենք այսօր կրկնապատիկ, տասնապատիկ, ավելի վատ անդրադառնա մեր երեխեքի վրա, ուզենք թե չուզենք, որովհետև մեր ծնողները իրան ժամանակին լիարժեք չեն արել այն ինչ պետք է անեին, որ այսօր ես ու դուք ոչ թե խոսայինք այս թեմայի շուրջ, այլ լրիվ ուրիշ, բայց խոսում ենք սրա շուրջ։
Պապերը մեր չեն արել, դրա համար տենց ընկել է մեր ծնողների վրա։ Իրանք չեն արել, ընկավ մեր վրա։ Հիմա ինչ մենք էլ չանենք, գցենք մեր երեխեքի վրա, սա ժառանգաբար շարունակենք վերցրած լոզունգով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, թող վաղը իմ երեխեն ինչ անում անի։ Վաղը իմ երեխեն հիմա համեմատեք ձեր ծնողի կյանքը ու հիմա նայեք մերը։ Մեր ծնողների ժամանակ այսքան վատ չէր, ինչքան մեր ժամանակ։ Մեր պապերի ժամանակ այդքան վատ չէր, ինչքան մեր ծնողի ժամանակ։ Հիմա վաղը մեր երեխեքի համար լինելու է այդ բոլոր սերունդների ապրածը իրար հետ վերցրած, գումարած, դեռ մի բան էլ ավելի վատ։ Մեր լռության ու մեր այդ մտքի շնորհիվ, որ դա ինձ չի վերաբերվում, դա մերը չի, դրա հետ մենք ինչ գործ ունենք, տղեկ, բա ինչի հետ գործ ունենք։ Եթե տեսեք, ես ինչի համար եմ շեշտում հենց եթե մեզանից յուրաքանչյուրը ծնվեր օրինակ Չինաստանում, չինացի լիներ, հա մենք ունենալու ենք նույն պատիվը, նույն ինքնասիրությունը, բայց արդեն հայ լավ տղա չէինք լինելու, այլ ուրիշ մտքերի, ուրիշ գաղափարների տեր, ուրիշ ապրելավոճով, ուրիշ ինչ-որ չինացի լավ տղա, սենց։ Այն ինչ կանք մենք այսօր, մենք պետք է երախտապարտ լինենք հենց նրան, որ ի սկզբանե մենք հայ ենք, ու հետո այն ինչ կանք այսօր, մեր հայ լինելն է, որ մեզ բերել է սրան, որ մենք այսօր կանք այն ինչ կանք, անտեսել դա, իսկ հայ լինելը այսօր ինչ է, կախված է համ քաղաքականությունից, համ միասնականությունից, համ զիջելու ընդունակություն ունենալուց, համ պատերազմից, ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը ոնց վերցնում ես գալիս է մի կետի, որ այո, ամեն ինչ կախված է քաղաքականությունից, որովհետև հարց լուծողը այսօր վաղվա մեր ապագայի հետ կապված գալստուկավոր քաղաքական գործիչը, ում մտածելակերպը հակահայկական է, այսինքն դեմ է մեզ բոլորիս, ու վաղը դա թողելու ենք մեր երեխեքին, ասենք բալես դե վայելի, որտեվ ես քաղաքականությամբ չէի զբաղվում, որովհետև կար մի տղա կանչում էր հարցը լուծելու միասնականության, ես դա որակավորում էի քաղաքական միտինգ ու չգնացի, ու ինչ է վերցնելու այդ երեխեն այդ խոսքերից, ոնց է այդ խոսքերով քայլելու առաջ, այս նույն պայքարը թողելու ենք իրանց վրա, ու այդ երեխեքն էլ նայեն, ասեն, դե իմ հերը որ չի զբաղվել քաղաքականությամբ, դե ես էլ չեմ զբաղվում, ու գնա մեր թոռների վրա, ու դրա համար վերջնական խնդրանքս է, ամսի 1-ին, ժամը 18:00, եկեք բոլորս հանդիպենք Ազատության հրապարակում ու այս հարցին, մեկ ընդմիշտ լուծում տանք ու սկսենք ապրել հանուն մեր երեխեքի, բարեկեցիկ ու լավ Հայաստանում, լավ մնացեք, բոլորիդ կսպասեմ ամսի 1-ին ժամը 18:00 Ազատության հրապարակում։